Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով միջոցառումը հետաձգվել է 1 ամսով, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները տարհանվել են։ Կասկածյալը ձերբակալվել է, նրա արածի դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանիա Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ այլ պաշտոնյաներ։ Կրակոցների պահին ներկաները խուճապի են մատնվել, թաքնվել սեղանների տակ, իսկ տարածքը շրջափակվել է ոստիկանության կողմից։ Թրամփը հայտնել է, որ կասկածյալը զինված է եղել մի քանի տեսակի զենքերով, իսկ միջադեպի ընթացքում 1 իրավապահ վիրավորվել է, սակայն փրկվել է զրահաբաճկոնի շնորհիվ։ Հետաքննությունը շարունակվում է։ Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Թրամփին, միջադեպը բնութագրելով որպես հարձակում ժողովրդավարության եւ մամուլի ազատության դեմ։ Նա նաեւ նշել է, որ ուրախ է Թրամփը եւ Մելանիա Թրամփը չեն տուժել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստացել են Գերնիկա մրցանակ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը Փաշինյանի անունից ստացել է մրցանակը, հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։ Ալիևը մրցանակի ստացման կապակցությամբ ուղերձ է եղել, նշելով, որ միջոցներ են ձեռնարկում խաղաղության ամրապնդման եւ այն գործնականում կյանքի կոչելու համար։ Մեր երկու հասարակություններն էլ արդեն զգում են խաղաղության իրական օգուտները տնտեսական, առևտրային եւ այլ ոլորտներում։ Այսօր Ադրբեջանը երրորդ երկրներից իր տարածքով ապահովում է սեփական նավթամթերքի, ինչպես նաեւ ցորենի եւ այլ ապրանքների արտահանումը Հայաստան։ Երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները իրենց հերթին կարևոր նշանակություն ունեն տևական խաղաղության հաստատման համար։ Ադրբեջանի եւ Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ չնայած ձգձգված հակամարտությանը, տառապանքներին եւ փոխադարձ անվստահությանը, խաղաղության կարելի է հասնել ուժեղ քաղաքական կամքի եւ միջազգային աջակցության արկայության դեպքում։ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կա մոտ 12 կիլոմետր սահմանազատված եւ սահմանագծված հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի սահմանապահ զորքերը, ինչը կարևոր եւ բացառիկ իրավիճակ է, քանի որ այդ հատվածում երկու երկրների զինծառայողները գտնվում են առանց սաղավարտների ու զրահաբաճկոնների։ Սա նույնպես շատ կարևոր եւ բացառիկ իրավիճակ է։ Եվ պիտի արձանագրեմ, որ այդ 12 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների եւ ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պահյուսակների մեջ դրած։ Սա իհարկե տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ զորքերի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ։ Եվ սա մեզ ստիպում է մտածել կամ նկատել ակնհայտը, որ սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության սիմվոլ են, որովհետեւ այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ կամ դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն։ Եվ մեր ցանկությունն ու նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմաններին, բոլոր սահմանները, սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո։ Ըստ ազգային ժողովի պատիվունամ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի իշխող ռեժիմի պարագլուխների Արցախում ոչնչացվող հոգևոր պատմամշակութային արժեքների վերաբերյալ կրավորական բնույթի մեկնաբանությունները արտաքին աշխարհին փոխանցում են երկու վտանգավոր ուղերձ։ Առաջին, Ադրբեջանին արտոնում են շարունակել ցեղասպան քաղաքականությունը, երկրորդ, միջազգային հանրությանը իրազեկում են, որ Հայաստանը առանձնապես խնդիրներ չի տեսնում ադրբեջանական վանդալիզմում եւ լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։ Արցախում ոչնչացվում է հայկականությունը, մեր զրամյակների հետքն այս տարածաշրջանում եւ դա արվում է կառավարության շենքից տրվող կանաչ լույսի մշտական արկածման պայմաններում, նշել է Աբրահամյանը։ Վաշինգտոնի լայնածավալ քարոզչությանը հակառակ Հարավային Կովկասում այսպես կոչված միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ճանապարհ նախագիծը բախվել է անվտանգության, ֆինանսական եւ աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերների դրաձախողման աճող նշաններ կան մի ծրագիր, որն ավելի շատ դիտվում է որպես Իրանի սահմանների մոտ ամերիկյան ազդեցությունն ընդլայնելու միջոց, քան որպես տնտեսական նախագիծ, գրում է իրանական Թասնիմ գործակալությունը։ Ըստ լրատվականի, այս նախաձեռնությունը, որը նպատակ ունի Ադրբեջանը Հայաստանի միջոցով կապել Նախիջևանի հետ,
հստակ խոստանում է տնտեսական զարգացում, սակայն վերլուծությունները ցույց են տալիս, որ ամերիկյան զորքերի եւ փորձագետների հնարավոր ներկայությունը այս երթուղում, հատկապես Իրանի սահմանակից զգայուն տարածքներում, բախվում է բարձր անվտանգության ռիսկերի եւ տարածաշրջանային դիմադրության։ Նույնիսկ արևմտյան վերլուծական կենտրոնների, այդ թվում Քարնեգիի հիմնադրամի զեկույցները նշում են, որ տարածաշրջանում շարունակվող լարվածությունը չափազանց դժվարացրել է այս նախագծի իրականացումը։ Commonly known as Zengezur. Տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը փոխելու կամ ավանդական տարանցիկ ուղիները շրջանցելու ցանկացած փորձ Թեհրանում լուրջ զգայունությամբ է ընդունվում։ Մի հարց, որը նույնիսկ արևմտյան վերլուծաբաններն են ընդունում։ Նրանց կարծիքով տարածաշրջանում ռիսկի պարզապես մեծացումը կարող է ամբողջ նախագիծը տնտեսապես անհիմն դարձնել։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը, պահպանելով իր լծակները Կովկասում, նույնպես սպասում է այս ծրագրի ձախողմանը իր դերը վերաիմաստավորելու համար, իսկ առկա այլընտրանքային երթուղիները, այդ թվում Վրաստանով անցնող միջանցքները ավելացրել են կասկածները այս նախագծի անհրաժեշտության վերաբերյալ։ Թրամփի ուղին դարձել է ավելի շատ քաղաքական նախագիծ, քան գործառնական ծրագիր, որը դաշտային իրողությունների ճնշման տակ բախվում է երկիմաստ հեռանկարի, եւ նրա ապագան կապված է աշխարհաքաղաքական զարգացումների եւ տարածաշրջանային գործիչների դիմադրության մակարդակի հետ։ Ամերիկյան Axios-ի տվյալներով Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ԱՄՆ-ին առաջարկել է վերաբացել Հորմուզի նեղուցը եւ ավարտել փետրվարի 28-ին սկսված պատերազմը։ Միևնույն ժամանակ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգվել են։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վերջին օրին այցելել է Պակիստան եւ Օման, որտեղ քննարկվել են Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերսկսման պայմանները եւ նեղուցի հարցը։ Թեհրանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքներն ու շահերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հերթին նշել է, որ Իրանը կարող է կապ հաստատել, եթե ցանկանում է բանակցել, սակայն պետք է հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ծրագրից, հակառակ դեպքում բանակցությունների իմաստ չի տեսնում։ Իրանի հետ պատերազմը շատ շուտով կավարտվի եւ մենք մեծ հաղթանակ կտանենք։ Իրանը մոտ 3 օր ունի, մինչեւ նրա նավթային ենթակառուցվածքները կպայթեն։ Իրանի ղեկավարությունը շատ տարօրինակ է։ Երբեմն դու պատկերացում չունես, թե ում հետ գործ ունես։ Եթե իրանցիները ցանկանում են մեզ հետ խոսել, կարող են կապվել մեզ հետ եւ մենք կարող ենք բանակցել հեռախոսով։ Իրանին չի կարելի թույլ տալ ձեռք բերել միջուկային զենք, եւ այն, ինչ մենք արել ենք, պետք է արվեր վերջին 47 տարվա ընթացքում։ Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի ռազմական գործողություններ սկսել իրանական ռեժիմի մնացորդների հետ։ Մենք միջուկային փոշի կվերցնենք իրանցիներից, եւ դա մեր բանակցությունների մի մասն է։ Իրանի դեմ ձեռնարկած մեր միջոցառումներով ծառայում ենք ամբողջ աշխարհին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ բանակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումներին մասնակցել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադարձել ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա փուլին, հրադադարից հետո տեղի ունեցած զարգացումներին, որոնց մասով Մոսկվան եւ Թեհրանը ունեն համընկնող մոտեցումներ։ Արաղչին իր շրջագայությունը սկսել է ապրիլի 24-ին նախ այցելելով Պակիստան, ապա Օման։ We have always maintained close and extensive consultations. Թեհրանն ու Մոսկվան ավանդաբար սերտ խորհրդակցություններ են անցկացնում տարածաշրջանային եւ միջազգային նշանակության հարցերի շուրջ։ Պատերազմական իրավիճակով պայմանավորված երկկողմ հանդիպումների գրաֆիկում որոշակի դադար էր առաջացել, եւ այս այցը հնարավորություն կտա վերականգնելու անհրաժեշտ փոխգործակցությունն ու համակարգելու գործողությունները։ Այս հնարավորությունը մենք օգտագործում ենք պատերազմի հետ կապված իրավիճակի զարգացումը քննարկելու համար։ Կքննարկենք ներկա իրավիճակը։ ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը կփորձի վերականգնել Խորհրդային Միության սահմանները։ Ռուսաստանը անկասկած թիվ 1 սպառնալիքն է, մենք կարող ենք ակնկալել, որ Ռուսաստանը կփորձի վերադարձնել այն, ինչին նախկինում տիրապետում էր։ Ես նկատի ունեմ ԽՍՀՄ փլուզումից առաջ ընկած ժամանակահատվածը, նշել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ ծովակալ Ջուզեպե Կավո Դրագոնեն։